Սուրբ Ստեփանոս նախազգա եկեղեցին կամ ինչպես արտիքի բնակիչներն են ասում Լմպատավանքը 7-րդ դարի կառույց է։ Դարերի ընթացքում այն պատերազմների եւ ավերածությունների միջով անցնելով մնացել է անառիկ ու անավերջ, ինչն էլ արտիքցիների հավաստմամբ եւս մեկ անգամ խոսում է հոգեվոր կառույցի զորավոր լինելու մասին։ Շատերն են եկել հավատքով, տեսիլքով ու բժշկվել են։ Նույնիսկ Էջմիածնից անտամանլույց են բերել կենտանի վկայություն։ Անտամանլույցին բերել են պատկառակով, ինքը ոտքով դուրս եկեն Արսիկեն ձեռքին։ Տարիներ շարունակ սրբավայրը հոգևոր քահանա չի ունեցել ու անխնամ վիճակում է եղել, չնայած դրան այն մշտապես գործել է, իսկ անցած տարվա սեպտեմբեր ամսից Լմպատավանքում նոր քահանա է նշանակվել։ Որքան կարևոր է, որ ամեն մի եկեղեցի քահանա ունենա։ Եվ ամեն մի եկեղեցին լավ քահանա ունենա։ Անկընդունել են բացարձակապես ամայացած վիճակում այստեղ ամենուր կերդեր պատերին մուր եւ այլն խորանը չկար ավազանել դրսում իբրև հետանուսական արձան այնտեղ զոհաբերություններ էին անում ավազանի մեջ փառք ասում կարողացանք բարերարների միջոցով ունենալ ավազան նաեւ սուրբ սեղան։ Արտիկում գործող միակ եկեղեցին առայժմ Լմպատավանքն է, մյուս երկուսը Սուրբ Աստվածածնա եւ Սուրբ Գևորգ եկեղեցիները կիսավեր խոնարհված վիճակում են։ Գործող միակ եկեղեցում սակայն պատարակների, մկրտությունների եւ պսակադրության արարողությունների համար պայմաններ չեն եղել։ Այսօր արդեն դրանք կան։ Շտապեցին հրավիրել Սրբազանի, որ գա եւ օծի, որովհետեւ միջ այս պատարակներն անում ենք վենքալի վրա, ուղղակի բունի վրա, սեղանի վրա փայտ ենք տվել եւ դրա վրա պատարակ ենք անում եւ անհարմարություն էր ստեղծվում։ Քանչյուր անգամ ամեն անգամ երբ որ մկրտություններ ենք անում ամանների մեջ, սա ցավ էր տալիս մեզ, որովհետեւ բացատրում ենք ժողովրդին, որ քարե ավազան պիտի լիներ, բայց տեսականորեն երբ որ չկա, ժողովուրդը չէր կարողանում պատկերացնել ինչ է դա։ Չնայած դեպի եկեղեցի տանող ճանապարհը դժվար անցանելի է, բայց ժողովուրդը մեծ հավատով ու եկեղեցու զորությանը հավատալով շարունակում է գալ այստեղ։ Բազում պատմություններ կան, հիմա որ արտիկում որ ընտանիքը մտնեք, իրենք հրաշքը տեսել են Լմպատավանքի եւ ասում որ շատ կապված են վանքի հետ։ Նույնիսկ թուրքական այդ արշավանքների ժամանակ քանի անգամ կրագել են գմբեթին կպնելու համար չեն կարողացել։ Նույնիսկ 5-6 անգամ փորձել են այդ ուժը Եդևան է, իսկ հայ ժողովուրդը, գյուղի ժողովուրդը մագլցելով ձմեռվա այդ թուր դաժան օրերին եկել են այստեղ։ Կատարված բարեփոխումների ձատ արտիկի բնակչությունը հույս ունի նաև, որ շուտով կվերակառուցվի նաև դեպի եկեղեցի տանող ճանապարհը։ Անահիտ Նադարյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։